Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Պարոն Թորոսյան, ես իհարկե հասկանում եմ, որ դուք կուզենայիք ինֆորմացիայի հոսքը արգելափակել եւ երկիր մեդիան եթերազրկել եւ հանրապետական սփռում շնորհել սպորտային մի ալիքին, ում տերը ձեր հետ շատ մտերիմ հարաբերություններ ունի եւ շողակաթ եթերազրկելը ձեր քաղաքականության մի մասը։ Ես հասկանում եմ, որ դուք կուզենայիք, որ մեր հայրենակիցները միայն perfect TV նայեին, լավ, Նիկոլա Մռնչաց Ալիևը վազեց պամպերսները փոխելու, բայց եկեք ընդունենք, որ իրականությունը մի քիչ տարբերվում է, այլապես աստվածավախ եւ կրթված Արծրուն Հովհաննիսյանի խոսքերը Դեգդիգական նահանջի մասին իրականությանը մի քիչ ավելի մոտ կլինեին, քան թե ձեր կուսակցության ղեկավարի կիրթ եւ կառուցողական գործընկերոջ խոսքերը։ Հիմա անցնենք հարցերի։ Քանի որ ես ինչքան հասկանում եմ, արձագանքի հնարավորություն չկա, ես խնդրեի մի քիչ շատ լավ, շնորհակալություն, բայց ամեն դեպքում, որպեսզի ամեն դեպքում ես խնդրեի շատ լավ, խնդրեի հարցին սպառիչ պատասխանել, որ արձագանքի կարիք չլինի։ Ես ձեզ, պարոն Թորոսյան, հարցում էի ուղարկել, խնդրել էի, որպեսզի վարձու աշխատողների եւ աշխատավարձերի վերաբերյալ համապարփակ տեղեկատվություն ներկայացնեք։ Անկեղծ շատ տարակուսած եմ, որ այս պատասխանն եմ ստացել, ձեզ չի հետաքրքրում, օրինակ Միրիդիան արժեքը որն է մեր աշխատավարձերի, կամ մոդա արժեքը որն է։ Ես ինքս շատ լավ գիտեմ պետեկամուտների կոմիտեի տեղը, իրենց հարցեր եմ ուղարկել եւ մի քանի էջանոց շատ մանրամասն պատասխան եմ ստացել։ Բայց խնդիրը նրանում է, ձեզ էի հարցել, որովհետեւ իրենք աշխատավարձի այսպես կոչված հաշվարկ չեն տանում, իրանք տանում են աշխատավարձի եւ դրան հավասարեցված այլ վճարների մասին տեղեկություն։ Լավ, իրանց պատասխանը ասում աշխատավարձի վերաբերյալ առանձնացված տեղեկատվություն չունենք, բայց որ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը չունի, դա ներողություն եմ խնդրում, էլի մի քիչ անհասկանալի է։ Ներկայացեք ինձ Մերիդիան արժեքը։ Մերիդիան արժեք, ներողություն եմ խնդրում։ Այլապես որ ասում ենք միջին աշխատավարձը 300,000 է, մոտավորապես։ Բայց մարդկանց մոտ այն թյուր տպավորությունն է ստեղծում, թե կեսը այդքան է ստանում, կեսը մի քիչ ավելի շատ։ Մյուս խնդիրը, ես ձեզ պարոն նախարար, հարց էի ուղարկել, ձեր այս դեկտեմբերի 12-ի որոշման հետ կապված 1990L ծրագրի շահառուների որ մասն է վերադարձել ֆորմալ աշխատաշուկա, կոնկրետ որ մասն է եղել ստվերում, հիմա վերադարձել է ֆորմալ աշխատաշուկա։ Դուք ինձ ինչ եք պատասխանում։ Ծրագրի շրջանակում բոլոր հաստատված կարգավիճակ ունեցող դյումների դյումատուները ներկայացնելու պահին հանդիսացել են գրանցված աշխատողներ։ Բա բնականաբար այդ ծրագիրը գրանցված աշխատողներին է վերաբերում։ Ուղղակի այդ մարդը նոր աշխատանքի անցել, թե սևից մտել է սպիտակ դաշտ։ Տեսել եք ինչ եք ուղարկել։ Այսինքն հարցից պատասխանը ձեր պատասխանն է, հա։ Մյուս խնդիրը։ Շատ լավ։ Մյուսը 1990 էլի բանաձևի հետ կա ներողություն որոշման հետ կապված։ Ձեր գնահատականներով ընդհանրապես այդ ձեր որոշումը կառավարության ընդունած ինչ ազդեցություն է ունեցել օրինակ Հայաստանի Հանրապետությունում անհուսալի վարկերի դինամիկայի վրա։ Ոնց որոշում ուսումնասիրություն արել եք, թե չէ։ Եվ չորրորդ հարցը, երբ այսօր նաև ձեր կուսակիցները դեմքը վարկեցին մի բանաձևի, որը պահանջում էր Ադրբեջանից ապահովել արցախցիների վերադարձը, իրենց բնորան, դուք ասում եք ապահովել այդ մարդկանց ինտեգրումը Հայաստանի հասարակությունում։ Ինձ հետաքրքիր է, դուք ինչ-որ ծրագրեր ունեք, մասնավորապես վառելիքաքսուկային նյութերի պահեստից զոհերի ընտանիքներին թիրախավորող, որովհետև այդ մարդիկ կորցրել են հարազատներին, շատերը կորցրել են իրենց միակ կերակրողին եւ որևէ աջակցություն կառավարությունից չեն ստանում։ Օրինակի տարբերություն 2020 թվականին, երբ կար դեկտեմբերի 17-ի որոշում,
2020 թվականի դեկտեմբերի 28-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության ուղղված պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց զոհերի վերաբերյալ։ Հիմա այս կատեգորիան բացառապես որևէ աջակցություն չի ստանում։ Դուք ինչ որ ծրագիր ունեք մարդկանց կարիքները հոգալու համար։ Շնորհակալություն։ Պատասխանեմ հարցերին։ Պարոն Խաչատրյան, ուրեմն ԼՂ պայթյունի մեր հայրենիք պայթյունից զոհված մեր քաղաքացիների, մեր հայրենակիցների ընտանիքներին տրվել է աջակցություն։ Հիմա տեղեկանքներն են պարզապես փնտրում, որ նույնիսկ կարող եմ թվերը ասել։ Ընդհանուր 251 անձի 251 միլիոն դրամի չափով, եւ դա եղել է բավական առաջ, այսինքն նոր բան չի, եւ տեղի ունեցել հնարավոր է մի քիչ ոչ այդքան ուղիղ ճանապարհով, այլ համագործակցելով նաեւ բանկերի եւ Ղարաբաղում եղած դրամական միջոցներն ա ուղղվել, այսինքն իրանց հաշիվներին եղած դրամական միջոցներն ա ուղղվել այդ քաղաքացիների աջակցություն տրամադրելուն, դրանից զատել նաև առանձին աջակցություն տրամադրել նաև զոհված զինծառայողներին, եթե կուզեք ամբողջական թվերը կարող եմ նաև ներկայացնել։ Ինչ վերաբերում է մյուս հարցերին, ուրեմն գրանցված աշխատողներ ստվեր, հա, ասում եք գրանցված աշխատողներ են եղել ի սկզբանե, թե ստվեր։ Չգիտենք, պարոն Խաչատրյան, գիտեք ինչի չգիտենք, որտեղ մեր համար կարևոր է, որ ինքը դիմելու պահին լինի գրանցված աշխատող։ Մենք ուզում ենք վերլուծություն անել եւ անում ենք այդ վերլուծությունը, որպեսզի պարզենք ինքը գրանցված աշխատող դարձել է, օրինակ, 1 օր առաջ, 1 շաբաթ առաջ, թե 1 ամիս առաջ, թե ինքը եղել է կայուն աշխատաշուկայում, ասենք վերջին 1 տարում պարզապես դիմել է։ Այդ վերլուծությունը հիմա անում ենք, որը նաև վերաբերելու է ընդհանրապես ինչ որ չափով միգուցե նաև անուսալի վարկերի դինամիկային, բայց ես կարծում եմ վաղ է նման եզրակացություններ անելը, որտեղ մեր շահառուները 3 տարի անընդմեջ դասակարգված քաղաքացիներն են, այսինքն իրանց դասակարգումը եղել է 3 տարի առաջ, նաև կա մայր գումարի վերինշեմ, որը 1 միլիոն դրամ է, այսինքն իրանք ամբողջը չեն ընդհանուր անուսալի վարկեր ունեցող մեր քաղաքացիների մեջ, պարզապես թիրախավորել ենք այս պահին իրենց, որպեսզի նաև նրանց եկամտային հարկը բավարարի վճարել անուսալի վարկի մայր գումարը, իսկ տույժ տուգանքներն էլ հավանաբար գիտեք, նաև 80%-ով զեղչվում են բանկի կողմից։ Եվ հետեւաբար ես երբ որ կլինի մեր վերլուծությունը, որտեղ մեզ էլ է դա շատ հետաքրքիր դինամիկան պարզելու, թե ինչու օրինակ այս պահին 40-ից 40,000-ից ավել այն քաղաքացիներ, որոնք ունեն անուսալի վարկ եւ համապատասխանում են շահառուի կարգավիճակին, ամբողջությամբ չեն օգտվում այդ ծրագրից, այնտեղ իրավական կարգավորումների հարց էլ կա, ու մենք ունենք քաղաքացիներ, որոնք ստանում են օրինակ կայուն 1 միլիոն դրամ աշխատավարձ ամսական, ունեն դասակարգված վարկ, անուսալի ըստ էության, 3 տարին էլ անցել է, բայց նրանք նորից չեն օգտվում այս ծրագրից, ես վստահ եմ նույնիսկ կարիք էլ չունեն օգտվելու այդ ծրագրից, որովհետև պարզվում է, որ նրանք նաև ունեն 5 կամ 6 տարբեր տեսակի գույքեր եւ աշխատավարձի վրա չի դրվել արգելանք հարկադիր ակտերի կատարման ծառայության կողմից, այլ մի գույքի վրա է դրված արգելանքը եւ իրենք իրենց համար իրենց կենսագործունեությանը ըստ էության այդ անուսալի վարկը չի խոչընդոտում։ Այդպիսի քաղաքացիներ էլ ունենք։ Իհարկե ունենք նաև որ օգտվել են այդ մեծ թվերով, բայց մեծամասնությունը փոքր թվերի մասին է։ Եվ այդ դինամիկան ոչ այն դինամիկան, որ դուք ասացիք, երևի կենտրոնական բանկի հետ մի քիչ ավելի երկարատև պերսպեկտիվայով է պետք նայել, թե այս ծրագիրը ինչքանով է ազդում ընդհանրապես անուսալի վարկերի դինամիկայի վրա, բայց մեր դինամիկան մենք ուսումնասիրում ենք, այսինքն ծրագրից օգտվող քաղաքացիների դինամիկան եւ ինչպես անենք, որ հնարավորինս շատ օգտվեն այդ ծրագրից, եւ եթե մեզ կարող եք օգնել այդ հարցում, մենք միայն շնորհակալ կլինենք։ Ինչ վերաբերում է մեդիան աշխատավարձին, ես թեև դրա խիստ մասնագետը չեմ, բայց գիտեմ մոտավորապես դա ինչ է, ես հիմա չունեմ այդ թիվը։ Ձեզ պատասխանը միգուցե այդպես չպետք է լիներ, դեմ չեմ, եւ մենք պետքա ուզեինք, խնդրում եմ տենց խոժոր դեմք մի արեք, պարոն Խաչատրյան,
Մենք այո չունենք այդ վիճակագրությունը, որովհետև ունի պետական եկամուտների կոմիտեն, որը մեզ պարբերաբար տրամադրում է, երբ որ մենք ուզում ենք, մենք այդտեղ խնդիր ունենք նաև համաժամանակյա հասանելիության այդ տվյալների, որի շուրջ կաշխատենք, որպեսզի մեզ դա հասանելի լինի նաև on-line ռեժիմով, որպեսզի այո, եւ մեր քաղաքականությունները մշակելիս մենք ամեն անգամ գրություններ չգրենք մեր գործընկերներին եւ սպասենք այդ գրությունների պատասխաններին, այլ ունենանք մշտական հասանելիություն, բայց նաև առիթը օգտագործելով եւս մեկ անգամ ուզում եմ ասել, որ մենք վերջի թվերով ունենք վճարվող աշխատատեղերի, այսինքն եկամտային հարկ վճարող աշխատատեղերի ըստ էության ռեկորդ 805,000-ի սահմաններում եւ դա խոսում է նաև նրա մասին, որ թե մեր տնտեսությունն է աճում, թե մեր քաղաքացիների զբաղվածությունը։ Թորոսյան, ասում եք խոժոր եք նա, այդ ինչ որ ասեցիք գրեիք, այսինքն գրեիք, որ վիճակագրություն հիմա վիճակագրություն չվայելու մասին, լավ, մենք ուզում ենք դա հասկանանք, քանից նա եղել սևից ա մտել, քանիսը նոր ա եկել, որովհետև ֆորմալ աշխատատեղ այդ բառը ես հարցման մեջ ճակերտներով էի վերցրել, որովհետև բառացի Նիկոլ Փաշինյանին էի մեջ բերել։ Գրեիք, այս մի հարցը չէր առաջանա։ Հիմա մյուս խնդիրը մի քիչ ավելի, չգիտեմ, խոժորվեմ, զարմանամ, որովհետև ասում եք այդ ինֆորմացիան մենք ունենք, ստանում ենք ՊԵԿ-ից, ՊԵԿ-ը ինձ գրել է, տեղեկացնում ենք, որ հարկային մամնում վարձու աշխատողների համար հաշվարկված եկամուտների դիսպերսիայի, մեդիանի եւ առավել հաջող հանդիպող արժեքի մոդայի մասին հաշվառում չի իրականացում, ուստի այդ մասով տեղեկություն չկնում տրամադրելու։ Հիմա մի օր որ հանդիպենք երեքով, ես դուք եւ Էդուարդ Հակոբյանը մի հատ հասկանանք ինչի ա ձեզ տվել, ինչ չի տվել, որովհետեւ դա պատգամավորի գործունեության երաշխիքների մասին օրենքի կոպիտ խախտում է։ Մյուսը որ ասում եք այդ ինֆորմացիան կենտրոնական բանկետ, իհարկե կարող եմ տրամադրել, ես 17 թվականից ունեմ, կարծում եմ ձեզ էլ կփոխանցեն, բայց իմ կարծիքով շատ հետաքրքիր էր, որտեւ եթե մենք ունենք մինչեւ 250,000 դրամ սպառողական վարկ ունեցող անձանց շեշտակի աճ, վարկառուների թիվը 47670 17 թվականի հոկտեմբերի 1-ին եւ 136511 25 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ, սա նշանակում է սոցիալական բարեկեցությունը չի աճել։ Այսինքն այդ մարդիկ ոչ միայն իրանք 250,000 դրամ չունեն, այլ չունեն մեկը, ումից կարող են գնան եւ պարտք վերցնեն այդ անտեր ԴԱԿ-ի փողը տան վերջացնեն։ Այդ բավականին լուրջ խնդիր է, բավականին լուրջ վերլուծության արդյունք, վերլուծության կարոտ է։ Ոչ թե ստորագրեն, ասեն էս չունենք եւ այլն։ Ելն եմ ասում, ես հասկանում եմ, որ նախարարը զբաղված է եւ գրությունները ապարատն է կազմակերպում, բայց ես հիմա կփոխանցեմ, դուք կարծեմ ապարատի հետ բիժիշտ կլինի խոսել։ 1 միլիոն դրամը վառելիքաքսուկային պահեստի պայթյունի տանքով, ես գիտեմ, որ այդ 1 միլիոնը գերեզմանի փողը տրամադրվել է, աղբյուրն է գիտեմ, դուք էլ ասացիք, դա Ղարաբաղի կառավարության գումարն է, որը սառեցված է, իրան գոնե ծախսելու հնարավորություն չունեն, բայց կառավարության որոշումը, որի վրա ես հղում կատարեցի, ինքը նաև կարգավիճակ է ենթադրում, որ մարդիկ կարգավիճակ ունենան հավասար այն նույն կարգավիճակին, որը տրվել է 2020 թվականի զոհերի քաղաքացիական, պատերազմի քաղաքացիական զորքին, ավելին ասեմ, կա վերաքննիչ դատարանի որոշում, որը հստակ գրել է, որ այդ մարդիկ դժբախտ պատահարի զոհ չեն, դա պատերազմական գործողությունների հետևանքի զոհ է, եւ դա համար ես առաջարկում եմ գալիք բյուջեում այս հատվածը օգտագործել եւ նաեւ ինչ որ մի բան այդ հարցում այդ ուղղությամբ ներառել, շնորհակալություն։ Պարոն Խաչատրյան, վերջի մասով այդ հարցը քննարկումների փուլում է, այսինքն մշտական եղել է, այնպես չի, որ ինչ որ մի փուլում մոռացվել են մեր այդ հայրենակիցները եւ եթե ինչ որ եզրահանգման գանք, դրա մասին կհայտարարենք, մենք էլ ենք համարում, որ դա պարզապես դժբախտ պատահար չի եւ այլ հավասար պայմաններում պարզապես տեղի չեր ունենա։ Ինչ վերաբերում է մեդիանին, տեսեք, ես ասում եմ, ես դրա մասնագետը չեմ, ես մեր մասնագետների հետ խոսել եմ դրա մասին եւ գիտեմ տարբերությունը մոտավորապես միջին աշխատավարձի եւ մեդիանի եւ այդ
կտրուկ շեղումները, երբ որ մաքրվում են եւ ինքը ավելի ճիշտ է ցույց տալիս միջին եկամուտը աշխատողների, բայց ինքը մի քիչ իմ կարծիքով գիտահետազոտական գործ է, որը մենք անում ենք եւ ես հիմա այս առիթը օգտագործելով ես հետ կգամ այդ թվերով ձեր մոտ նամակներն էլ բոլոր падգամավորներից սովորաբար հանձնարարված է, որ ես անպայման կարդամ նոր դուրս գան, ենթադրում եմ ինչ որ բան բաց եմ թողել, իսկ բաների մասով, անուսալի վարկերի մասով ես դեմ չեմ, որ իհարկե ուսումնասիրության կարիք կա, բայց ես նաև գիտեմ նախորդ կառավարության նիստին դրա մասին հայտարարվեց, որ մենք այս պահին էլի պատմական մինիմումի վրա ենք վարկերի սպասարկման պրոբլեմների մասով, էլի ֆինանսական կրթություն չունեմ, որ ճիշտ բառը օգտագործեմ, միգուցե պարոն Խաչատրյանն ինձ օգնի այդ հարցում, երբ որ մենք հիմա ունենք ամենացածր տոկոսը, երբ որ վարկերը չեն վճարվում չաշխատող վարկերի մասին է։ NPL-ի մասին է խոսքը։ Այս պահին նման վիճակագրություններ ունենք, բայց ենթադրում եմ մեր կենտրոնական բանկի գործընկերները ավելի լավ կկարողանան այդ հարցին պատասխանել։ Մենք մեր ծրագրի շրջանակներում մեր ծրագրի արդյունավետությունը վերլուծելու հիմա աշխատանքներ ենք իրականացնում, որը միգուցե մեզ կդրթի դրա մեջ ինչ-որ շտկումներ անել, որպեսզի այո մեր այդ առնվազն են քաղաքացիներ, որոնք որ ունեն այս պահին ֆորմալ զբաղվածություն եւ որոնք ունեն զբաղվածություն, բայց ոչ ֆորմալ, դառնան ֆորմալ, հաղթահարելով այն վախը, որ բան, եթե դառնան ֆորմալ զբաղված, այսինքն սկսեն ստանալ իրենց քարտերի վրա, հաշիվների վրա գումարը, ապա դրա ամբողջությամբ կբռնագանձվի եւ իրենք ըստ էության իրենց ծախսելու գումար չի մնա։ Շնորհակալություն։